Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք քաղցրաթթվաշ սոուսով խոզի վզամիս։ Կերակուրը պատրաստելու համար մեզ հարկավոր է խոզի վզամիս, բաղաձոյացված արքայախնձոր, սոյա սոուս, բալզամիկ քացախ, մեղր, ձու, արթֆուդ, համի արվեստ եւ ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Սրանք են հիմնական բաղադրիչները։ Սկսում ենք տախտակը տեղադրելուց։ Հանենք սառնարանից խոզի վզամիսը եւ այն ամենը, ինչը պետք է գալու։ Այստեղ 1 կիլոգրամ խոզի վզամիս է, այսինքն շերտեր։ Մոտ դնենք սիրելի ամանը։ Հեռացնենք ոսկորային մասը։ Այսպես։ Փաստորեն մնաց մոտ կես կիլոգրամ։ Կտրատում ենք շերտերին, ավելի ճիշտ ձողիկների, այսպես։ Սա էլ այսպես կտրենք, որ ամեն կտորին մնա յուղի շերտ։ Սիրելի ամանի մեջ, դու պետք չես, սիրելի ամանի մեջ, 1 ձու ենք հարում, 1 փոքրիկ ձու։ Կարելի անմիջապես համեմել մառանիկ ընկերության աղով կես թեյի գտալ։ Հենց ձվի հյուսվածքները քանդվեցին, ավելացնում ենք 1 ճաշի գթալ սոյա սոուս, մառանիկ ընկերության չորացրած ցիտրոն, մսակտորները լցնում ենք այս լուծույթի մեջ, բայց մինչ այդ նախապատրաստենք մառանիկ ընկերության ցորենի ալյուր։ 3 ճաշի գթալ առանձնացնենք ապակյա թասի մեջ։ Այ հիմա լցնում ենք մսակտորները։ Լավ տրորում ենք, տակն վրա ենք անում,
որ մսակտորները պատվեն ձվի և սոյա սոուսի լուծույթով։ Ավելացնում ենք ալյուրը։ Եվ կրկին լավ տաք նուր է անում, տրորելով։ Վերցնում ենք խոր ափսե, լցնում ենք Մարանիկ ընկերության եգիպտացորենի օսլա, սրան ավելացնում ենք քրքում, խառնում ենք, համեմում ենք օսլան նաև պարմեզան պանրով քերած, գործ ենք դնում գունավոր հարթությունը, այժմ մսակտորները թավալում ենք համեմված օսլայի մեջ և շարում ենք գունավոր հարթության վրա, այսպես կտոր-կտոր։ Թավալելուց հետո թափ ենք տալիս, որ ավելորդ օսլան թափվի։ Այս ընթացքում կարելի է արդեն տապակը դնել կրակին։ Օսլայը պատելուց հետո տապակելու ենք։ Կդնենք ուժեղ կրակի վրա, լցնում ենք առատ բուսայուղ, մոտ 1 սանտիմետր բարձրության, շարունակենք օսլայը պատել մսակտորները։ Եվ գցում ենք, նախ ստուգենք բուսայուղը, արդեն տաքացել է։ Մսակտորներ երբ դրեցինք, բուսայուղը բարձրացավ և մսակտորները հայտնվեցին բուսայուղի մեջ, հենց այդպես էլ նախատեսված էր։ Կարմրացնելուց հետո նախ շուռումուռ կտանք տապակվելու ընթացքում և հենց պատրաստ եղան կհանենք անձեռոցիկի վրա։ Հեռացնում ենք տակը, կարելի է սեղանը սրբել, և վերցնում ենք ափսե անձեռոցիկով,
Մսակտորները հանում ենք անձեռոցիկի վրա։ Այս տապակը իր գործը արեց, շնորհակալություն, այս տապակին մսակտորեր մնացել։ Եվ գործի ենք դնում ոգ տապակը։ Սա բարձր կրակի վրա աշխատելու համար հատուկ տապակ է։ Լցնում ենք ձիթայուղ, և արագ մշակում ենք բանջարեղենը։ Սկսենք ինչից։ Սկսենք կարմիր սոխից։ 2 փոքր կարմիր սոխ։ Կտրում ենք ամեն մեկը 4 մասի։ Թողնում ենք մի փոքր բուսայուղը տաքանա։ Մյուս բանջարեղենը դա գազարն է, որը կկտրատեմ շեղակի զոլավոր դանակով։ Արի այստեղ։ Զգուշորեն լցնում և արագ-արագ խառնում ենք։ Մինչ սրանք տապակվում են, անցնենք մյուս բաղադրիչին։ Մյուս բաղադրիչը նեխուրի ցողունն է։ Տերևները չեմ օգտագործի։ Սրանք կարելի է պահել, հետո արգանակ պատրաստելիս շատ լավ է։ Կտրատում ենք շեղակի։ Մյուս բաղադրիչը պղպեղն է, քաղցր և կծու, սկսենք քաղցրից։ Այսպես կտորների։ Իսկ կծու պղպեղը կվերցնեմ չորացրած չիլի։ Այդքան էլ դեռ չորացրած չէ, այսինքն այդքան էլ չորացած չէ։ Հենց այսպիսի կտորներով կտրում և ավելացնում ենք։ Մյուս բաղադրիչը դդմիկն է, արի այստեղ, կտրում ենք ծայրերից, կտրվածք ենք անում այսպես երկարությամբ և կիսաօղակների, մոտ 1 սանտիմետր հաստությամբ։ Մյուս բաղադրիչը պահածոյացված արքայախնձորն է։ 1, 2, 3, 4, 5 շերտ։ Ամեն շերտը կտրում ենք 8 մասի։
թող տապակվի եւ կարծես թե վերջին բաղադրիչն է, որը կառաջարկեմ, դա լոլիկն է։ Կվերցնեմ 2 լոլիկ, կհեռացնեմ պտղակոթերը։ Ամեն լոլիկը կտրում ենք 8 մասի։ Արքայախնձորի պահածոյի օշարակից մոտ 2 ճաշի գթալ լցնենք։ Եվ պատրաստենք վերջնական սոուսը։ Չնայած այս պահին կարծում արդեն կարելի է միսը վերադարձնել կամ լցնել, որովհետև սա այն տապակում չի տապակվել եւ կարկն վրա ենք անում։ Սոուս պատրաստելու համար կվերցնեմ 2 ճաշի գթալ սոյա սոուս, 2 ճաշի գթալ բալզամիկ քացախ, 1 թեյ գթալ մեղր, այս ընթացքում կարելի է քունջուտ բովել մառանիկ ընկերության, ավելացնում ենք նաև Art Food ընկերության կետչուպ, որը պատրաստված է տեղական լոլիկից, չիլի կետչուպ 2 ճաշի գթալ։ Մի փոքր աղ մառանիկ ընկերության, սա լցնում ենք տապակվող բաղադրիչների վրա, ևս մեկ անգամ տակնու վրա անում, որ հավասար սոուսը տարածվի։ Վրան դնում ենք կափարիչը, որը կափարիչը, անջատում ենք կրակը, թողնում ենք համերը խառնվեն, քունջուտն էլ կբովվի, կմատուցենք կերակուրը, վրան շաղ կտանք քունջուտի սերմ եւ կզարդարենք թարմ կանաչու տերևներով։ Քաղցրաթթվար սոուսով խոզի վզամիս։ Խոզի անոսկր վզամիսը ոչ բարակ ձողիկների կտրել, թասի մեջ ձու ջարդել, կես թեյ գթալ աղանել, հարել, սոյայի սոուս, չորացրած ցիտրոն ավելացնել, լցնել մսակտորները, խառնել։ Պետք է բոլոր մսակտորները ձվով պատվեն։ Այս ամենին ցորենի ալյուր ավելացնել, խառնել։ Խոր ափսեի մեջ եգիպտացորենի օսլա, քրքում եւ քերած պարմեզան խառնել։ Մսակտորները թավալել համենված օսլայի մեջ, առատ եւ տաք բուսայեղով բոլոր կողմերից տապակել, հանել անձեռոցիկի վրա։ Ոգ տապակի մեջ ձիթայուղ տաքացնել, ոչ մանր կտրատած գլուխսող եւ գազար տապակել, նույն չափի կտրատած նեխուրի ցողուն, քաղցր պղպեղ, չորացրած չիլի պղպեղ, դդմիկ, պահածոյացված արքայախնձոր, լոլիկ, արքայախնձորի պահածոյի օշարակ ավելացնել, դնել մսակտորները, տակնու վրա անելով տապակել։ Սոուսի համար թասի մեջ սոյայի սոուս, բալզամիկ քացախ, մեղր, չիլի կետչուպ լցնել, աղանել, հարել։ Սոուսը լցնել բաղադրիչների վրա,
Տակնու վրա անել, ծածկել, կրակն անջատել, թողնել մի քանի րոպե համերը խառնվեն։ Մատուցելիս բոված քունջուտ շաղ տալ եւ զարդարել կանաչիով։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք հավի անոսկր բտիկներ, բանջարեղեն, կարմիր կիսաանապակ գինի, կաթի սերուցք, կարագ, պինդ յուղոտ պանիր, պարմեզան պանիր, արտֆուդ, համի արվեստ եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։